Երևանում 17-ամյա աղջիկներ են ձերբակալվել թմրամիջոց իրացնելու կասկածանքով։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում հարավ-արևմտյան B2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել թմրամիջոց իրացնելու կասկածանքով ոստիկանության գվարդիայի գործընկերների հետ համատեղ ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ, ընդհանուր 61.19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Կազմված փաստաթղթերը եւ ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։ Այսօր դեկտեմբերի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 15-ամյա տղան իր վարած Opel Magnishi ավտոմեքենայով Դդմաշեն բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 400 մետր շրջվելով հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով 15-ամյա վարորդը տեղում մահացել է, նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։ Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ պատմել են, վարորդը 15 տարեկան տղա է, ում երեկվանից համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հարազատների հետ որոնում էին, իսկ այսօր արդեն հայտնաբերվել է ավտոմեքենան եւ երեխայի մարմինը։ Պարտադիր զինվորական ծառայությունից եւ վարժական հավաքներից կաշառքի դիմաց ազատվելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ։ Այդ թվում Պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատի աշխատակից եւ բժշկական հանձնաժողովի անդամ, այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Վերջիններս մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Պաշտպանության նախարարության աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտնել են կոմիտեից։ Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ապահովել թե իրենց, թե երթևեկության մյուս մասնակիցների անվտանգությունը։ Մինչ օրս Պարեկային ծառայությունը 4044 վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 792-ով։ Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են Nissan Magnishi մի մեքենա։ Ստուգման ընթացքում վարորդը գրպանից փաթեթներ է նետել, նա ձերբակալվել է։ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ 34-ամյա վարորդը տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով գլանակ, ինչպես նաև ոտքին ամրացված է եղել վարչական հսկողության սարք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են ատրճանակ, լիցքավորված 3 փամփուշտով, սպիտակ գույնի բյուրեղանման, բուսական եւ մուգ գույնի փոշենման զանգվածներով փաթեթներ ու 11 դեղահապ։ Կողբ գյուղի 34-ամյա բնակիչը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, կատարվում է նախաքննություն։